Արի երեկո ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Ճամբարակում շենքում պայթյունից 5 մարդ է զոհվել, նախնական վարկածը գազի արտահոսքն է։ Չէի պատկերացնում, որ գազը պայթյունից դες զենք էր։ Կաթողիկոսն առաջին անգամ արձագանքել է վարչապետի արշավին, պնդելով, թե եկեղեցու գործերին այլ շրջանակներ չեն կարող միջամտել։ Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։ Զուգահեռ Ադրբեջանի հոգևոր առաջնորդն է նորից մեղադրանքներ ուղղել ամենայն հայոց կաթողիկոսին։ Պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցություններն ամբողջ կազմով ստորագրել են իմպիչմենթի համար, բայց ձայները դեռ բավարար չեն։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը կարծում է, գերիների վերադարձը պետք է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ լինի։ Բողոքի ցույցերը Լոս Անջելեսից տարածվում են ամերիկյան խոշոր այլ քաղաքներ, Թրամփի վարչակազմը մտադիր չէ նահանջել։ Նախ ճամբարակում ողբերգական միջադեպի մասին բնակելի շենքում պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի, վերջին որոնվողի աճյունը մոտ 1 ժամ առաջ է դուրս բերվել փլատակներից։ Նախնական վարկածը գազի արտահոսքն է, 4 հարկանի շենքի զգալի հատված վնասվել է։ 5 մարդ զոհվել, 11-ը հոսպիտալացվել են Գեղարքունիքի մարզի ճամբարակ բնակավայրի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ 5-րդ զոհին փրկարարները միայն երեկոյան հայտնաբերեցին։ Տեսնում ենք, որ գազիֆիկացված է ամբողջ շենքը, արդյոք առաջի մուտքի բնակարանները եւս գազիֆիկացված էին։ Բոլոր գազաֆիկացված։ Այսինքն բնական գազից է։ Բնական գազի, բնակարանի գազի արտահոսքից։ Գազաբալոններ կամ նմանատիպ այլ բաներ չեն եղել։ Մենք չենք հայտնաբերել։ Տարածքը համայնքը իր ուժերով է, բետոններ, բանկը տեղափոխեն, կմաքրեն։ Մենք այս պայն էլ ենք կերտում, կնշանակենք հերթապահություն, եթե անհրաժեշտություն ունի բնակիչներին աջակցելու, համայնքին աջակցելու, կաջակցեն։ Հիմնական ուժերին թողենք կգնան իրենց տեղակայման վայրեր։ Առողջապահության նախարարության տվյալներով բուժօգնություն ստացող տուժածներից 3-ին ավելի ուշ տեղափոխել են Երևանի բուժ հաստատություններ, մյուսների վիճակը գնահատվում է բավարար։ Վիրավորներից 4-ը երեխաներ են, 1-ն արդեն դուրս է գրվել, 3-ը դեռ շարունակում են բուժումը, Ճամբարակի հիվանդանոցում հայտնեցին առողջապահության նախարարությունից։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով, առավելապես տուժել են 4 հարկանի շենքի կողային հատվածի վերջին հարկերի բնակարանները։ Ես մտածեցի, որ էլի թուրքերը կրակեցին, ինչ որ ավելի հզոր զենքով, որտեղ տենց ձեն ես չէի լսել։ Չէի պատկերացնում, որ գազի պայթյունից, գազի պայթյունից զենք էր։ Մենք պայթյուններ շատ ենք լսել դեռևս նախորդ դարում, բայց այդ պայթյունի նման չէր ըստ իմ լսողության։ Դեռ ոնց որ ծավալուն էր այդ պայթյունը, օրինակ գրադը եւ այլն, մի հատ լսում, բայց դա ոնց որ շարավիղը մեծ էր, ես տենց ընկալեցի։ Շենքն է վնասվել, ձեր շենքի։ Չէ, մեր շենքը չի վնասվել, բայց ինձ հետաքրքիրն է, որ մենք արդեն սովոր ենք այդ պայթյուններին, ճիշտ է, հարմարված ենք, բայց որ շները տենց փախան, այս կողմից դեպի վերև էին փախչում շները։ Ներքին գործերի նախարարությունը տարածած հաղորդագրության մեջ նաև նշում է, որ միջգերատեսչական մակարդակով մարզային եւ համայնքային իշխանությունների ներգրավմամբ գնահատվում են փլուզված շենքի բնակիչների կարիքները, դեղորայքի, սննդի կամ կացարանի կարիքի դեպքում նրանք աջակցություն կստանան։ Նաև աշխատանք է տարվում պատահարի հետևանքների չեզոքացման եւ այլ առաջնային ուղղություններով։ Կառավարությունը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի մեղմելու հետևանքները, մենք ցավոք սրտի այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել, ինչին կառավարությունը պատշաճ կերպով արձագանքում է։ Մարզպետի աշխատակազմը դույքագրել է այս տարածքում առկա բոլոր հյուրանոցների համարները եւ հյուրատները, այն բոլոր բնակիչները, որոնք կարիք կլինեն հյուրատներում կամ հյուրանոցներում մնալու, իրենք անպայման կապահովեն եւ կեցության համար անհրաժեշտ պայմաններով եւ ըստ անհրաժեշտության իրենց առաջիկա օրերի կենցաղը ապահովելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։
Այլ թեմաներ ամենայն հայոց կաթողիկոսն առաջին անգամ խախտել է լռությունը վարչապետի ամենօրյա երբեմն ամենժամյա գրառումների ֆոնին։ Մինչ Նիկոլ Փաշինյանը հոգևոր առաջնորդի նոր ընտրություններ է նախաձեռնում պնդելով, թե գործող կաթողիկոսը պետք է ազատի Վեհարանը, ինքը վեհափառի պատասխան իշխանությունների մեղադրանքների միայն պնդում է եկեղեցու հարցերին, այլ շրջանակներ չեն կարող միջամտել։ Եկեղեցական հարցերն ըստ եկեղեցական կանոնների կեսգիշերին հայտարարեց ամենայն հայոց կաթողիկոսը ի պատասխան Վեհարանը վեհափառից ազատելու Հայաստանի վարչապետի սկսած գործընթացի։ Եկեղեցուն եւ եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգած եւ կանոնած համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Ավելին ասելիք չունեմ։ Գիշերը այն ժամին, երբ կաթողիկոսը պիտի վերադառնար Դուբայից, ընդդիմադիր մի քանի գործիչների կոչով հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել ժամանման սրահի մուտքի մոտ։ Իմ շատ սիրելի վեհափառն է այժմ։ Աշխարհի ամենաառաջի վեհափառն է, ուրիշ չունենք։ Չմտածեն ուրիշ ոչ մի բան։ Պետք է իր համար կյանք էլ կդնենք։ Քաղաքացի եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ եկել եմ սատարելու մեր վեհափառին, ընդամենը որևէ կուսակցության անդամ չեմ։ Մենք սրբազան պայքարից ենք, սրբազան որն ենք աջակցում, Բագրատ Սրբազանին, Դաստանյանին։ Այո։ Այստեղ թե ընդդիմության համակիրներն էին, թե մարդիկ, որ պնդում էին որևէ քաղաքական ուժի չեն սատարում միայն վեհափառին։ Այստեղ էին նաև տասնյակ հոգևորականներ։ Իմ վեհափառն է, ձեր վեհափառն է, ամբողջ հայազգի վեհափառն է։ Ով որ սխալ ձևով է ներկայացնում, որ ամենայն հայոց չի կարող լինի, ուրեմն ինքը ամենայն հայոցից դուրս է։ Վերջին երկու շաբաթում վարչապետ Փաշինյանն ամենօրյա գրառումներով ու երեկվանից արդեն կոնկրետ համակարգող խմբի ձևավորմամբ կաթողիկոսական նոր ընտրություններ է ձեռնարկում։ Կաթողիկոսն ինքն այս թեմայով լրագրողների հարցերին չպատասխանեց, սակայն ժամանման սրահից դուրս եկավ, հավաքվածների ծափերն ու կոչը նրան ստիպեցին կանգ առնել մեքենայի մոտ։ Զավակներդ են եկել դիմավորելու վեհափառ, գոչեց ինչ-որ մեկը հեռվից։ Գիտենք, որ դուք եկել եք այստեղ ձեր վրդովմունքը արտահայտելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված եկեղեցու մեր եւ եկեղեցականության հասցեին արտահայտությունների առնչությամբ։ Վեհափառը չասաց, որ վստահ է, ասաց հավատում է, որ խոհեմությամբ առանց ավելորդ հուզականության պիտի կարողանան հաղթահարել այս դժվարությունը։ Մեր հորդորը պիտի լինի ձեզ միաժամանակ սիրելիներ, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահել միաբանությունը ազգային մեր կյանքում։ Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։ Հենց մեքենայի մոտ էլ հավաքվածներին հրավիրեց միասնական աղոթքի։ Այստեղ էլ փորձեցին կաթողիկոսից ճշտել, արդյոք պատրաստվում է ազգային եկեղեցական ժողով հրավիրել։ Սա եկեղեցական իշխանության գերագույն մարմինն է, կաթողիկոսի ընտրությամբ զբաղվող միակ մարմինը։ Ժողով հրավիրելու եք։ Ոչինչ չեմ կարող ասել հիմա այս պահին։ Այնինչ որ կնախատեսենք եւ կնախաձեռնենք, այդ ամենի մասին ժամանակին կտեղեկացվեք դուք։ Վեհափառն այստեղ էլ փորձեց մեքենա նստել, հեռանալ, սակայն այդպիսի հնարավորություն չկար ու նա հոգևորականների ու քաղաքացիների ուղեկցությամբ ոտքով առաջ շարժվեց։ Քահանաները հնդածս հայրապետին նվիրված երգն սկսեցին. «Երկար կյանք տուր հայրապետին, երկար օրեր հայոց հոր տողերով»։
Գարեգին երկրորդը հեռանալիս հավատացյալներին հրավիրեց Արարատյան տոներին մասնակցելու, ասաց Սուրբ մասունքներ պիտի ցույց դնեն։ Հանգիստ քուն եւ բարի երազներ ձեզ։ Իսկ առավոտը դարձյալ բարի չէր ամենայն հայոց կաթողիկոսի համար։ Նիկոլ Փաշինյանը, որ արդեն ունի իր իսկ հարցի պատասխանը վեհափառի կուսակրոնության ուխտը խախտած լինելու մասին, նոր հարց է առաջ քաշում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի, համաձայն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների ինչ է տեղի ունենում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել։ Այս պահի դրությամբ վարչապետը երկու ստատուս է գրել իր ձեռնարկած հոգևոր հեղափոխության շրջանակում։ Երկրորդն արդեն կարգախոս է, վեհարանը վեհի։ Կաթողիկոսին հեռացնելու արշավը, որ սկսվեց եկեղեցականների հասցեին նաև վիրավորական մեղադրանքներով, այժմ գործնական փուլ է մտել վարչապետը, նախաձեռնող խումբ է հավաքում Գարեգին Բ-ի պաշտոնանկության համար, բայց արդյոք նա դրա իրավունքն ունի սահմանադրությամբ։ Փաշինյանը ոչ թե ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումը, այլ անամոթաբար, ցինիկաբար խառնվում է մեր Սուրբ եկեղեցու ինքնակառավարմանը։ Կաթողիկոսի նոր ընտրության վարչապետի նախապատրաստությունը սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ապօրինի է համարում սահմանադրության խախտում որակում։ Նրան չեն համոզել Փաշինյանի և թիմակիցների հավաստիացումները, որ կաթողիկոսի կուսակրոնությունը բարձրաստիճաններին հետաքրքրում է բացառապես որպես հայ քրիստոնյաների։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն իրեն առաքելական եկեղեցու մոլեռանդ հետևորդ համարի, նա գործում է որպես Հայաստանի վարչապետ, ասում է Պողոսյանը։ Թվարկում սահմանադրության և օրենքի արգելքները։ Մայր օրենքով եկեղեցին անջատ է պետությունից, առանձին օրենքով էլ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին գործերին, նաև հոգևորականների ընտրության կարգին։ Երբ որ ինքը նման հայտարարություններ է անում առաքելական Սուրբ եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին, նա խախտում է որպես Հայաստանի վարչապետ այն չեզոքության պատվիրանը, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Եթե մենք ունենայինք նորմալ իրավապահ համակարգ, այստեղ իրենց խոսքը պետք է ասեին այն մարմինները, որոնք որ ի պաշտոնե պետք է հետևեն նրան, որ պետական իշխանության մարմինները գործեն սահմանադրության սահմաններում։ Վարչապետը նախ կաթողիկոսից կուսակրոնության հրապարակային հավաստիացումներ ուզեց, ապա Գարեգին երկրորդի անխախտ լռության պայմաններում հայտարարեց, փաստեր ունի վեհափառը ըստ նրա խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի։ Ինչպես են այդ ապացույցները երկրի թիվ 1 պաշտոնյայի ձեռքում հայտնվել, չասաց, բայց պահանջեց Գարեգին երկրորդի հեռացումը, իսկ 3 արդեն կաթողիկոսի ընտրության կազմակերպչական հարցերին լծվեց։ Համակարգող խմբի անդամի չափանիշները հրապարակեց, դրանց մեջ նաև Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդացած, վերջին 1 տարում գոնե 1 անգամ մեծ պահքը պահած լինելն էր մտնում։ Խմբի առաջին տասնյակին բազմազբաղ վարչապետն անձամբ կընտրի, էլեկտրոնային հասցեին դիմումներ է սպասում։ Մենք անդրադարձել ենք այսօր ներքաղաքական բոլոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի ծրագիրը մասամբ ներքաղաքական հարց է համարում։ Լրագրողների հետ զրույցում հաստատել է, իշխող քաղաքացիական պայմանագրի վարչության երեկվա նիստում քննարկում այդ թեմայի շուրջ եղել է, բայց երկրի առաջին դեմքի ներգրավվածությունը կաթողիկոսի նոր ընտրությանը վարչապետի գրասենյակի ղեկավարը սահմանադրական կարգի խախտում չի համարում։ Հարությունյանի ձևակերպմամբ Փաշինյանը հանդես է գալիս որպես քրիստոնյա եւ ի պաշտոնե նաեւ ազգային անվտանգության համար է պատասխանատու, թե ինչով է սա ազգային անվտանգության հարց չի մանրամասնել։ Ես խնդրում եմ, որ դուք այդ մասով կասկած չունենաք։ Ընդհանուր առմամբ մեր բոլոր գործողությունները, որոնք վերջին 7 տարվա ընթացքում եղել են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության եւ սահմանադրության շրջանակներում։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդացյանը երեկ մասնակցել է իշխող ուժի ղեկավար մարմնի նիստին։ Նա գրված ու չգրված օրենքները խախտել է, բացառեց։ Դրա ապացույցը համարեց անցած 7 տարիները։ Մինչ պատերազմը Փաշինյանն ինչպես ձևակերպում է ժողովրդի իշխանությունը դատական համակարգում էր ուզում հաստատել, դատարանները շրջափակելու նրա քայլը մինչդեռ ընդդիմախոսները դատական իշխանության գործերին կոպտագույն միջամտություն համարեցին։ Հիմա իր քայլերը բացատրում են նույն ձևակերպմամբ, թե եկեղեցին պետք է վերադարձնի ժողովուրդ։ Դուք աշխատանքային խմբի աշխատանքի բնույթը գիտեք, աշխատանքային խումբը հրապարակել է օրինակ ինչով է ինքը զբաղվելու։ Երբ որ հրապարակի, երբ որ իր
աշխատակարգը հստակ լինի, դուք կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ գործող օրենքներին այն ոչ մի կերպ չի հակասում։ Ես ինքս բացառում եմ այդպիսի իրավիճակ, երբ որ մենք գնանք օրենքներին եւ սահմանադրությանը եւ նաեւ բարոյականությանը հակառակ։ Փաշինյանի կաբինետի անդամը ենթադրեց, որ կաթողիկոսի ընտրության համար ձևավորվող համակարգային խմբում պաշտոնյաներ չեն լինի, բայց կլինեն ներկա ու նախկին հոգևորականներ։ Սա էլ մեկ այլ ապացույց էր համարում, որ օրենք չեն խախտում։ Համակարգող խմբի անդամների բարևարկության ստուգում էլ է ծրագրվում, բայց Փաշինյանի թիմից չեն պարզաբանում ոչ որպես պաշտոնյա, այլ որպես մտահոգ շարքային քրիստոնյա, ինչպես են այս գործը գլուխ բերելու։ Եվ այնտեղ որտեղ հնարավոր է ստուգում իրականացնել, ստուգում կիրականացվի, այնտեղ որտեղ պիտի թողենք մարդու ազնվությանը, մենք թողենք մարդու ազնվությանը։ Մինչ պետության հասցեին եկեղեցու դեմ հակասահմանադրական արշավի մեղադրանքներ են հնչում, իշխանությունը հերքում է իր քայլերը բացատրում բարեպաշտ քրիստոնյայի անհանգստությամբ, չկան տեղեկություններ կաթողիկոսի նոր ընտրությունը կազմակերպելու վարչապետի նախաձեռնությանը, քանի հոգի է ցանկացել միանալ։ Եկեղեցու եւ Հայաստանի իշխանությունների հակամարտությանը զուգահեռ ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրանքներ է ուղղում նաեւ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը եկեղեցիների համաշխարհային խորհրդին հղած նամակում Ալաշուքյուր Փաշազադեն գրել է, թե հայ առաքելական եկեղեցին մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդին մինչև մահ պայքարելու կոչեր է անում, մարդկանց նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշում։ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարն ասել է, թե հայ եկեղեցու սադրիչ ռևանշիստական քարոզչությունը խախտում է փխրուն խաղաղության պայմանները։ Մայրա Թորն առայժմ չի արձագանքել։ Երևանում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, այցին ընդառաջ Եվրոպայի խորհուրդը հայտնել է, որ Բերսեն Երևան է գալիս Հարավային Կովկասի համար վճռորոշ պահին հաստատելու աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտապույտ ստորագրմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ըստ Երևանի եվրոպացի պաշտոնյան վերահաստատել է պատրաստակամությունը օժանդակելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։ Ներքաղաքական օրակարգ է վերադառնում իմպիչմենտի թեման, հանրապետականն այս անգամ թեկնածու ունի Մասիսի քաղաքապետը, բայց գործընթացի ապագան կրկին մշուշոտ է։ Համենայն դեպս այս պահին ընդդիմությունը թեև ամբողջ կազմով ստորագրել է, բայց դեռ չունի բավարար ձայն Փաշինյանին հեռացնելու հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելու համար։ Այս պահին պատիվ ունեմ խմբակցությունը նախաձեռնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է եւ այդ ձևաթղթի տակ առկա է 6 ստորագրություն։ Մենք մեր անելիքները բոլոր հարթություններում, թե տեղեկատվական, թե փողոցային ճնշման, թե քաղաքական, շատ հստակ գիտենք եւ իրականացնելու ենք վստահությամբ, որ դրանք հաջողությամբ են ավարտվելու։ Մենք այս գործընթացը մուտք ենք անելու փաստացի ազգային ժողով, այն ժամանակ, երբ դրա ուղղությամբ շոշափելի ձեռքբերումներ լինեն ստորագրությունների տեսքով։ Նախագահ Սարգսյանն էլ դրա մասին խոսեց, որ մենք մեր նախաձեռնությանը հավատում ենք եւ վստահ ենք, որ կարողանանք այն հասցնել հաղթական կետին։ Պատիվ ունեմ խմբակցությունը ներողություն ունի 6, Հայաստան խմբակցությունը 28, որովհետեւ գործընթացը սկսվի անհրաժեշտ է եւս 2 ստորագրություն։ Մենք մեր գործընկերներին նաև այդ հարցով փորձեցինք շոշափել տրամադրությունները հասկանալ, այս պահին առնվազն կա այդ երկուսը, որպեսզի գործընթացը սկսենք։ Դժբախտաբար այս պահին դեռ դա չունենք, նաև կա մոտեցում, որ նույնիսկ ունենալու դեպքում այս պահին ես տեսա նաև պարոն Մամիջանյանը հայտարարեց, մեր հանդիպման ժամանակ էլ դա ասեց, որ նույնիսկ եթե լինի, այս պահին պետք չի խորհրդարան մտնել, ակնկալելով եւս 18 կամ ինչ որ քանակությամբ քվ գործընթացը լիարժեք սկսելու համար։ Այս իմաստով մեր դիրքորոշումը շատ հստակ է, 28 ստորագրությունը կա, պետք է ջանքերը գործադրել, ապահովել եւս 2 ստորագրություն, որպեսզի ցանկության եւ հարմար պահի կարողանանք մտնել խորհրդարան եւ դրանից հավելյալ ստորագրություններ եւս 18-ը, որ գործընթացը հասնի հաջողության։ Մենք դա պատկերացնում ենք, որ կարող է տեղի ունենալ բացառապես փողոցային պայքարի եւ համաժողովրդական ճնշման արդյունքում եւ պատրաստ ենք այդտեղ եւս մեր մասնակցությունը ունենալ, հասկանալով միայն ինչ ծրագրով, ինչ հերթականությամբ, ինչ քայլերով ու նորից եմ կրկնում, երբ
Որևէ խմբակցությունում չընդգրկված 4 պատգամավորների ձայներն այս փուլում կարող են որոշիչ լինել, պատիվ ունեմից հեռացած Իշխան Զաքարյանը, Հայաստան խմբակցության նախկին անդամ Գեղամ Նազարյանը և քաղաքացիական պայմանագրից հեռացված Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, բայց 4-ն էլ ստորագրելու մտադրության մասին չեն հայտնել։ Լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, լուրերն անդադար թարմացվում են նաև մեր Տելեգրամի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը կարծում է, գերիների վերադարձը պետք է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ լինի։ Բողոքի ցույցերը Լոս Անջելեսից տարածվում են ամերիկյան խոշոր այլ քաղաքներ, Թրամփի վարչակազմը մտադիր չէ նահանջել։ Ազգային ժողովում այսօր մարզպետերն էին, այդ թվում Սյունիքի, որտեղ վերջին ամիսներին ամեն օր կրակոցներ են, Ադրբեջանը պարբերաբար նաև տներ է թիրախավորում։ Սահմանային իրավիճակը լարվեց, երբ Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ ամբողջությամբ համաձայնեցրել են խաղաղության պայմանագիրը, բայց Ադրբեջանը ստորագրման նախապայմաններ դրեց, փոխել սահմանադրությունն ու լուծարել Մինսկի խումբը։ Խորհրդարանն այսօր ամփոփեց 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները։ Հենց այս սրահում շուրջ 1 շաբաթ գործադիր եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները քննարկեցին անցած տարվա բյուջեի կատարման մանրամասները, իսկ լրագրողները բացի այս քննարկումներին հետևելուց նաև հնարավորություն ունեցան այս ընթացքում գործադիր մարմնի որոշ ներկայացուցիչների հարցեր ուղղել նաև այլ թեմաների վերաբերյալ։ Այսօր օրվա ընթացքում այստեղ էին մարզպետները, նրանց հետ եւս զրուցելու հնարավորություն ունեցանք Սյունիքի մարզպետից, օրինակ հետաքրքրվեցինք սահմանին տիրող իրավիճակից։ Ես հիշեցնեմ, որ 2 ամիս է Սյունիքի որոշ գյուղեր անդադար կրակոցներ են լսում, ադրբեջանական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով կրակոցները հնչեցնում։ Գիշերները կրակոցի ձայներ մերթ լսում են, բայց գիշերային ժամերին։ Երկարատև են այդ կրակոցները։ Ոչ, կարճատև են, բայց տարբեր ժամերին են։ Ոչ, նոր որևէ բան չկա դեռ։ Վերջին այն տեղեկատվությունը, որ բանն հաղորդումը տվել է, դրանից հետո չի եղել դեպք։ Ղուկասյանը խոսեց նաև անցած շաբաթավերջին մարզում տեղի ունեցած մի դեպքից, տեղեկություններ տարածվեցին, որ 2 պատանիներ մոլորվել են, ԱԱԾ-ն պնդեց, որ նրանք Ադրբեջանի տարածքում են, անգամ հայտարարություն եղավ, որ բանակցություններ են վարում նրանց հետ բերելու ուղղությամբ, բայց ինչպես պատանիներն էին բացատրել, իրենք Ադրբեջանի տարածքում չեն եղել, այսօր նաև սա հաստատեց նաև մարզպետը։ Ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութն ընկնի նոր վերադառնան, ԱԱԾ-ն ինքը եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը, որ եղել է ինքը իրեն չենտեղ եւ պաշտպանության նախարարությունը կար եւ տեղական ինքնակառավարում եւ տարբեր տեղերից տեղեկատվություններ գալիս, հետեւաբար ես ինձ զերծ եմ պահել որևէ տեղեկատվություն տրամադրելու։ Ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքեր է, դա այդ հատվածում չի, ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը, որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են, չէ, տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր։ Տավուշի մարզում տիրող իրավիճակից էլ մանրամասներ ներկայացրեց մարզպետ Հայկ Ղալումյանը։ Տավուշում նման դեպքեր եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում, անկանում կրակոցներ են եղել, ոչ ուղղորդված որևէ կետի վրա։ Հիմա հանգիստ վիճակ է։ Ղալումյանը անդրադարձավ նաև սահմանազատման գործընթացին, պնդեց, որ մարզում այս ուղղությամբ որևէ աշխատանք չկա։ Ես նշեմ, որ ավելի քան կես տարի է սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել են, թե ինչպես պետք է շարունակեն սահմանազատման աշխատանքները, որ կետից պետք է շարունակեն, սակայն կես տարվա ընթացքում գործնականում որևէ քայլ չկա։ Վերջին անգամ այս մասին գործադիրից խոսել են նաև իրավասու պաշտոնյաները եւ պնդել, որ հստակեցվում է մեթոդաբանությունը, հենց այս հարցերի շուրջ են քննարկումները եւ այդ քննարկումների շուրջ փոխըմբռնում ձևավորելուց հետո աշխատանքները կշարունակվեն։ Համազատման գործընթացից իմ ունեցած տեղեկատվությամբ որևէ process չկա այս պահին, ոչ մի աշխատանք իմ տեղեկատվությամբ չի իրականացվում։
Այսօրվա քննարկմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը սակայն իր զեկույցը ներկայացնելուց հետո ըստ էության հրաժարվեց ճեպազրույցից, մենք նրանից փորձում էինք ճշտել, արդյոք ինքը Անիֆի գործով որևէ հարցաքննության մասնակցել է։ Ասուլիսին բոլոր հարցերին Ձեզ տեսնում եք այս շրջանում ինչ խոստանում եմ։ Այս ասուլիսին շատ հետաքրքիր բաներ կբացահայտվեն։ Իսկ պարոն Ավինյան, դուք մեղադրյալի աթոռին չեք, ինչպես պնդում եք, որ պետք է լինեք։ Ես կարծում եմ, որ այնտեղ այլ մարդիկ պետք է մեղադրվեն այլ բաների համար։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ասուլիսին ամբողջը կպատասխանեմ։ Հաջորդ շաբաթ արդեն падգամավորները գործադիրի անդամների հետ բյուջեի քննարկումները կշարունակեն արդեն լիագումար նիստերում։ Բաքվում բանտարկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Կենսերը կարծում է, անիմաստ է հույսեր կապել բեմադրված դատավարության հետ, գերիների վերադարձի հարցը պետք է քաղաքական լուծում ստանա, մասնավորապես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման դառնա։ Ինչ իրական ռիսկերի է բախվում Ռուբեն Վարդանյանը, ոչ միայն իրավական առումով, այլ ֆիզիկապես։ Ինչպես է նրա առողջությունը, հատկապես երկու հացադուլներից հետո և հաշվի առնելով բանտային պայմանները։ Ես կսկսեի բանտային պայմաններից, որոնք սարսափելի են ոչ միայն նրա, այլև իրականում բոլոր հայ գերիների համար։ Սա հայտնի փաստ է։ Նա ակնհայտորեն հսկայական քաշ է կորցրել կալանքի տակ հայտնվելուց ի վեր և ունեցել է մի շարք տարբեր առողջական խնդիրներ։ Մենք հատկապես մտահոգված ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այլևս չի կարողանում այցելել ոչ Ռուբենին, ոչ էլ մյուս հայ բանտարկյալներին։ Նրանք անկախ աղբյուր էին, կարողանում էին շփվել նրա հետ և մտահոգություններ հայտնել իշխանություններին բանտային պայմանների վերաբերյալ։ Անկախ դիտորդների բացակայությունը ակնհայտորեն մեծ մտահոգություն է առաջացնում։ Գիտեք, օրինակ Ռուբենը և մյուսները նույնիսկ աստվածաշունչ չեն կարող ունենալ։ Վերցրել են այն նրանից, որովհետև նախկինում ինչ-որ բան ուներ իր ձեռքում, մենք տեսնում էինք դա կադրերում, ինչ-որ բան էր կարդում։ Դատավարության ընթացքում այո, բայց այն իր համար հասանելի չէ բանտային համակարգում։ Չնայած պետք է ունենա դա անելու բոլոր իրավունքները։ Որպես Վարդանյանի միջազգային փաստաբան, ես իրականում չեմ կարողացել կապ հաստատել իր հետ կամ նույնիսկ մեկ զրույց ունենալ, ինչը իհարկե միջազգային իրավունքի խախտում է։ Բայց կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ եթե նայեք Ռուբենի և Արցախի մյուս նախկին պաշտոնյաների դեմ գործերին, ապա կտեսնեք, որ մեղադրանքները ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունեն և իրականում ոչ մի կապ չունեն որևէ բանի հետ։ Բացի այն փաստից, որ ղեկավարելով Լեռնային Ղարաբաղի կառավարությունը, նրանք ի ցույց էին դնում իրենց կարծիքի և արտահայտման ազատության, խաղաղ հավաքների, խաղաղ միավորումների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Եվ Ալիևը բավականին հստակորեն ձգտում էր 200,000 մարդկանց հայ քրիստոնյա բնակչությանը վտարել էթնիկ զտման միջոցով։ Եվ սա կարծես քարոզարշավի սկիզբն էր։ Նա նաև իհարկե հետապնդեց Ռուբենի նման շատ նախկին ղեկավարների, ստիպեց, որ կառավարությունը ինքն իրեն լուծարի, որպեսզի այն այլևս գոյություն չունենա։ Եվ այս ամենը շատ երկարատև ծրագրի մի մասն է, և նա տարիներ շարունակ հայտարարել էր, որ մտադիր է իրականացնել դա։ Այսպիսով Ռուբենի և մյուսների դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Եվ երբ հիմա նայում եք Ռուբենին առաջադրված ավելի քան 40 մեղադրանքներին, ապա կտեսնեք, որ դրանք ենթադրյալ հանցագործությունների համար են, որոնց հետ նա բառացիորեն որևէ կապ չի ունեցել։ Նույնիսկ այսպես կոչված դատավարության վկաները չեն ասում, որ նա որևէ կերպ ներգրավված է եղել։ Հենց այս պատճառով է դա շատ ծիծաղելի։ Գործերը քննվում են ռազմական դատարանում, բայց միջազգային իրավունքի համաձայն քաղաքացիական անձը չպետք է դատվի ռազմական դատարանում։ Իրականում դա անօրինական է միջազգային իրավունքի համաձայն, որովհետև ռազմական դատավորն ու դատախազները անկախ եւ անաչառ չեն։ Նրանք հաշվետու են գլխավոր հրամանատարին, որը այս դեպքում իհարկե նախագահ Ալիևն է։ Այսպիսով արդյունքը նախապես որոշված է։ Վերջնարդյունքում Ռուբենը կդատապարտվի, մյուսները նույնպես կդատապարտվեն։ Եվ այս հարցը վերջին հաշվով ավելի շատ քաղաքական է, այսինքն ինչպես նրանց դուրս հանել այնտեղից։ Ինչպես բանտից դուրս հանել բռնապետերի կողմից կալանավորված քաղբանտարկյալներին։ Ինչպես կգնահատեք Հայաստանի կառավարության մինչև այժմ ձեռնարկած գործողությունները։ Արդյոք նրանք բավարար չափով ջանքեր են գործադրում կամ ընդհանրապես որևէ բան են անում Ռուբեն Վարդանյանի եւ մյուս կալանավորվածներին ազատ արձակելու համար։
Դե գիտեք, անցյալում ես բավականին բաց եւ քննադատաբար եմ խոսել այն ջանքերի բացակայության մասին, որը մենք հրապարակայնորեն տեսել ենք, այն առումով, թե ինչ է անում Հայաստանի կառավարությունը։ Եվ ես վարչապետ Փաշինյանին մի շարք գաղափարներ եմ ներկայացրել այն մասին, թե ինչպես նա կարող է ավելի հրապարակայնորեն ներգրաված լինել։ Ես ակնհայտորեն մտահոգված էի արտգործնախարարի վերջին մեկնաբանություններով, որ բանտարկյալների իրավիճակի վերաբերյալ քննարկումները չեն ընթանում, բայց դա պատմության ավարտը չէ։ Շատ կարևոր է ընդգծել, որ Թրամփի օրոք Սպիտակ տունը ըստ էության ուղղակիորեն շփվում է Ալիևի հետ, նաև այս հարցերի շուրջ։ Այսպիսով դա միայն Հայաստանի գործը չէ։ Գիտեք, կարծում եմ, շատ ու շատ կարևոր է գնահատել եւ ընդգծել վարչապետ Փաշինյանի համար, որ նա ակնհայտորեն այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Նա պատրաստվում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, բայց հենց այն ներառում է մի դրույթ, որն ասում է, երկու կողմերը հետ կվերցնեն բոլոր հայցադիմումները միջազգային դատարաններից եւ այլևս չեն կարողանա բարձրացնել այդ հարցերը։ Սա նշանակում է, որ եթե գերիները չազատվեն մինչ այդ համաձայնագրի կնքման հետ միաժամանակ, ապա նա ապագայում չի կարողանա բարձրացնել գերիների հարցը։ Սա նշանակում է, որ գերիները թակարդված կմնան Ադրբեջանում, իսկ Ալիևը կկարողանա անել այն, ինչ ուզում է։ Ես գիտեմ, որ մի շարք մարդիկ, ովքեր հանդիպել են Փաշինյանի հետ վերջին, ասենք 6 ամսվա ընթացքում, նրան հասկացրել են, որ նախագահ Թրամփը այլ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ, քան նախագահ Բայդենը ուներ։ Դա իսկապես կարևոր առաջնահերթություն է։ Դա կարևոր առաջնահերթություն է նաև նախագահի ընտրազանգված կազմող ավետարանչական քրիստոնյաների համար։ Եվ սրանք այն ուղերձներն են, որոնք, ինչպես ես հասկանում եմ, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները փոխանցում են Փաշինյանին։ Այսպիսով, վերջին հաշվով գերիների վերաբերյալ գործարքը հավանաբար միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու։ Միացյալ Նահանգները այստեղ կարևոր դեր է խաղալու։ Եվ ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը դա տեսնում է։ Մենք եւս տեսանք, երբ Սթիվ Վիթքոֆը գնաց Բաքու Ալիևի հետ հանդիպելու։ Այսինքն նախագահ Թրամփը տեսնում է, որ կա համաձայնագրի հասնելու հնարավորություն, եւ նա հասկանում է, որ գերիները պետք է լինեն այդ գործընթացի մի մաս, նախքան կամ միաժամանակ։ Այնպես որ կարծում եմ, որ այս պահին դա շատ ավելի լայն ու ավելի մեծ հարց է, քան միայն Փաշինյանը եւ նրա հնարավոր անելիքները։ Բայց ակնհայտ է, որ նա պետք է խրախուսի դրանում նախագահ Թրամփին, որպեսզի բոլոր գերիները ազատ արձակվեն։ Կարծում եմ, որ դա այն է, ինչ նա պետք է անի եւ հրապարակավ եւ մասնավոր կերպով։ Հարցազրույցն ամբողջությամբ ցուցադրելու ենք վաղը այժմ միջազգային լրահոսից։ Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել 1212 զինծառայողի D-27 աճուն էլ Ուկրաինային է փոխանցել ռուսներին։ Ստամբուլյան բանակցությունների ընթացքում Կիևն ու Մոսկվան պայմանավորվել էին ռազմագերիների փոխանակել, ինչպես նաև վերադարձնել 6000 զոհերի մարմիններ։ Գերիների փոխանակման 2 փուլ է տեղի ունեցել, սակայն զինվորականների թիվ չի հաղորդվում։ Չնայած բողոքի ցույցերը թափ են հավաքում, Թրամփի վարչակազմը չի նահանջում Լոս Անջելեսում ապօրինի ներգաղթյալներին հայտնաբերելու ու վտարելու հարցում։ Կալիֆոռնիայի խոշորագույն քաղաքը հայտնի է հենց ներգաղթյալներով, այդ թվում հայերով, որոնց թիվը տարբեր հաշվարկներով գերազանցում է կես միլիոնը։ Լոս Անջելեսում արդեն 5-րդ օրն է չեն դադարում ցույցերը, որոնք սկսվեցին, երբ միգրացիոն ծառայությունն սկսեց ապօրինի ներգաղթյալների դեմ ռեյդեր իրականացնել, որպեսզի նրանց վտարեն երկրից։ Ցույցեր են նաև երկրի առնվազն 10 այլ քաղաքներում, այդ թվում Վաշինգտոնում, Նյու Յորքում, որտեղ եւս ցուցարարներ են բերման ենթարկվել։ Երեկվանից Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվել երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան ժամը 6-ը, ինչից հետո ոստիկանությունն սկսել է մարդկանց զանգվածաբար ձերբակալել։ Լոս Անջելեսի քաղաքապետն ասել է, որ ստիպված էին պարետային ժամ սահմանել, որպեսզի դադարեցնեն թալանը։ Քերեն Բասն ընդգծել է, որ քաղաքում ամեն ինչ հանգիստ էր, քանի դեռ միգրացիոն ծառայությունը չէր սկսել իր գործողությունները։ Նա կրկին քննադատել է նախագահ Թրամփին, կոչ անելով դադարեցնել ռեյդերը։ Ուզում եմ նրան ասել, որ դադարեցնի այս ռեյդերը։ Ուզում եմ նրան ասել, որ սա ներգաղթյալների քաղաք է։ Եթե ուզում եք ավերել Լոս Անջելեսի տնտեսությունը, ապա հարձակվեք ներգաղթյալ բնակչության վրա։ Լոս Անջելեսում բնակվող մեր գործընկերը պատմեց, որ պարետային ժամը վերաբերում է միայն կենտրոնի որոշ հատվածների, որոնք հայաշատ չեն։ Նայրան Ալբանդյանը մեկ դեպք գիտի, որ հայ ներգաղթյալին պատկանող զարդերի խանութ է թալանվել։ Ըստ նրա միգրացիոն ծառայության վերջին գործողությունները վկայում են, որ վարչակազմը պատրաստ չէ զիջումների ներգաղթյալների հարցում։ Դա անորոշություններ ու մտահոգություններ է առաջացնում նաև այն հայերի համար, որոնք ապօրինի են մուտք գործել երկիր եւ դեռ փաստաթղթային չլուծված հարցեր ունեն։ Եվ նրանք են անորոշության մեջ եւ անգամ նրանք, ովքեր որ արդեն անօրինական
մուտք գործելուց հետո դատական գործընթացներով ապաստան պահանջելով իրենց փաստաթղթային կարգավորումները ստացել են, այսպես ասած green card արդեն ունեն, բայց մտահոգություն ունեն, որ այդ նոր ստացած փաստաթղթերով, օրինակ, եթե հիմա գնան Հայաստան, կարող են վերադարձի ժամանակ որոշակի խնդիրներ ունենալ։ Ցույցերին զուգահեռ էլ ավելի են սրվում տեղական եւ դաշնային իշխանությունների միջև հակասությունները։ Կալիֆոռնիայի դեմոկրատ նահանգապետը տեսաուղերձով դիմել է ամերիկացիներին, ասելով, որ իրավապահներն իսկական հանցագործների փոխարեն երկրից արտաքսում են աշխատասեր ներգաղթյալներին։ Քևին Նյուսոմը նշել է, որ նախագահը առանց նահանգի իրավապահների հետ խորհրդակցելու, առանց որևէ պատճառի եւ ապօրինաբար ազգային գվարդիա ուղարկեց ցույցերը ցրելու համար։ Մինչդեռ նրա նախագահի կողմից մեջբերում եմ իշխանության այսպիսի անամոթ չարաշահումը բորբոքեց առանց այդ էլ պայթունավտանգ վիճակը։ Նա ասել է, թե իշխանությունները մտադիր են ազգային գվարդիան օգտագործել նաև ներգաղթյալների դեմ գործողություններում։ Նահանգապետը շեշտել է, վարչակազմի գործողությունները չեն սահմանափակվի միայն այս նահանգով։ Գուցե Կալիֆոռնիան առաջինն է, բայց ակնհայտ է, որ ամեն ինչ այստեղ չի ավարտվի։ Հաջորդը մյուս նահանգներն են, հաջորդը ժողովրդավարությունն է։ Ժողովրդավարությունը մեր աչքի առաջ հարձակման է ենթարկվում։ Եկել է այն պահը, որից վախենում էինք։ Կալիֆոռնիայի նահանգապետը, որը վարչակազմի դեմ հայց էր ներկայացրել դատարան, հիմա էլ արտահերթ միջնորդություն է ներկայացել, պահանջելով արգելափակել ռազմական ներկայության ընդլայնումը։ Միջնորդությունը մերժվել է, դատարանը նիստ է նշանակել 5-շաբթի։ ԱՄՆ նախագահն իր հերթին կրկնել է պնդումը, որ եթե ազգային գվարդիան չտեղակայեն, ապա Լոս Անջելեսը չէր լինի։ Դոնալդ Թրամփն ասել է, թե ամեն ինչ կանեն, որպեսզի մեջբերում եմ ազատագրեն քաղաքը եւ այն կրկին ազատ, մաքուր եւ անվտանգ դարձնեն։ Եթե մենք զորք չտեղակայենք, Լոս Անջելեսը չէր լինի, այն այսօր կրակների մեջ կլիներ։ Որպես գերագույն հրամանատար, թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա։ Դա երբեք տեղի չի ունենա։ Թրամփը Լոս Անջելեսի իրադարձությունների համար քննադատել է նաև նախորդ վարչակազմին, ասելով, որ դրան է հանգեցրել նաև նրանց վարած ներգաղթային քաղաքականությունը։ Սա այս թողարկման վերջին տեսանյութներ, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում կամ այցելեք մեր կայքը azatutun.am, կհանդիպենք։